Կենդանիներ տեսնելու եւ էքստրեմալ իրավիճակների եւ շոուի ականատես լինելու համար այսօր ամենևին էլ անհրաժեշտ չէ կրկես այցելել։ Եվ հենց այս պատճառով մենք հիմա գտնվում ենք Էստոնական փողոցի 14-րդ շենքի դեմ դիմաց։ Թե ինչ է սպասվում մեզ ներսում կիմանանք քիչ հետո։ Ոայ, ես արդեն վախենում եմ։ Մի վախեցիր Ինեսա, հուսանք, որ այստեղից ողջ եւ առողջ դուրս կգանք։ Գնացինք։ Արմենադոնցը 24 տարեկան է, էկզոտիկ կենդանիները նրա հոբին են, նա տարբեր երկրների կրկեսներից գնում եւ խնամում է դրանց իր 2 սենյականոց բնակարանում, այստեղ կարելի է հանդիպել հայկական շոու բիզնեսի գրեթե բոլոր ներկայացուցիչներին։ Սա Արամեն է, գնեցի, շատ ինքը երկար էր, ես մտածեցի Արամեի մտնեմ, սա գնել եմ Հայաստանից, Պարուհուց, որը պարում էր եւ ինչ-ինչ պատճառներով Հայաստանից գնում էր եւ վաճառեց ես գնացի։ Հետո ունեցա Միշնեկոցը, Պուճուրոցս։ Տենց դրեցի անունը Հրաչուհի, քանի որ այդ ժամանակ Արամեն եւ Հրաչուհին դուետ էին երկում։ Հետո ունեցա մեծ օծը, մտածեցի մեր աստղերից այդքան չաղ մենակ Շուշան Պետրոսյանն է։ Դրա համար այդ անունը ընտրեցի։ Չգիտեմ նա կնեղանա ինձանից թե ոչ, բայց ես վատ մտքով չեմ էլի դրա։ Նրանք շատ բարի են, իրանք էլ են հաստատ իմ կենդանիները շատ բեմերում ելույթ են ունեցել։ Մեր օրերում մեկ օծը միջինում վաճառվում է 800-ից 1000 ԱՄՆ դոլարով։ Նույնիսկ այս հանգամանքը խոչընդոտ չէ կենդանասեր Արմենի համար։ Նա տանը ոչ թե 1 կամ 2, այլ միանգամից 3 օծ է պահում։ Օծերից յուրաքանչյուրը բավական ծանր է, օրինակ Շուշանը 40 կիլոգրամից ավել է, ծախսատար է նաև նրանց տնային պայմաններում խնամելն ու կերակրելը, իր յուրօրինակ ընկերներին կերակրելու համար Արմենը ստիպված է լինում 10 օրը մեկ մեկական նապաստակ գնել։ Բոլորը ասում են, վայ, ինքս տես բանում, բայց քանի որ օծ է, չէ, պետք է ուտի, սովածը չի մնալու։ Արմենին իր օծերն օգնում են հայկական եւ արտասահմանյան կրկեսներում գումար վաստակել։ Այս պարագայում առաջ է գալիս տեղափոխության խնդիրը։ Դժվար թե մեր համակարգացիները համաձայնեին օծերի հետ միևնույն երթուղայինում հայտնվել։ Մեկ անգամ փորձեցի խնայել գումար երթուղային տաքսիով տանել, բայց շատ վատ դեպք պատահեց, սունկից դուրս էր եկել օծը եւ գնացել էր վարորդի ոտքերի տակ։ Եվ վարորդը տենալով այդ ամենը դուռը բացեց եւ դուրս տրա։ Չբավարարվելով միայն օծերով, Արմենադոնցը որոշել է համալրել իր կենդանաբանական անկյունը ոչ ավել ոչ պակաս կոկորդիլոսով։ Մեր կոկոյի անունը Անդրեա, ես իրան գնել եմ Ուկրաինայի կրկեսի դերասաններից Հայաստանում։ Շատ դժվար էր նրանց համոզել, որ իրանք վաճառեն ես առնեի։ Արմենն իրոք պատասխանատու է նրանց համար, ում ընտելացրել է։ Օծերի եւ կոկորդիլոսի կողքին առանձնանում է Արմենի փոքրիկ թութակը, ում նա կոչել է ընկերներից մեկի անունով։ Արմենադոնցը զարմացնում է նաև իր ակրոբատիկ հնարքներով։ Նա հաճախ է շրջագայում եւ մեծ տպավորություններով վերջերս վերադարձել է Հնդկաստանից։ Այնտեղի կրկեսում նա հանդես էր գալիս հենց ակրոբատիկ համարներով։ Էկզոտիկ եւ առողջ կենդանիներից բացի Արմենն ունի նաև անհավատալի ամուր եւ առողջ ատամներ։ Եկեք շուտ արեք։ Ինչպես ասում են, լավ է մեկ անգամ տեսնել, քան 100 անգամ լսել։ Հետևելով ժողովրդական ասացվածքին, մենք որոշեցինք ինքներս համոզվել եւ դա մեզ մոտ ինչպես տեսնում եք ստացվեց։ Ես ողջ եւ առողջ եմ եւ ենթարկում եմ ինձ վերջին փորձությանը։ Hey,
What can you do?